Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մինչ հրեաները տարածքային պահանջներ են ներկայացնում Բաքվին, ԱՄՆ իշխանությունները նրանց կոչ են անում լքել Նյու Յորքը։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բացմի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Իսրայելական տարածքային պահանջները Բաքվի նկատմամբ, երբ պատմությունը դարձնում են լեգենդ։ Իսրայելցի բլոգեր Ռոման Ցիպինը հայտարարել է, որ հրեաները բնակվում են ներկայիս Ադրբեջանի տարածքում ավելի քան 2500 տարի, եւ որ նրանք են իրական տերերը։ Բնականաբար Ցիպինը ոչինչ նոր չի հայտնագործել։ Թուրանսկի Էքսպրես թելեգրամյան ալիքի փոխանցմամբ շատ հրեաներ, մինչ այդ էլ Աբշերոնի նավթային թերակղզին, հատկապես Բաքուն, համարում էին 5000-ների հողեր։ Հայտնի ռաբբի Միխայել Ֆինկելը նույնիսկ Ադրբեջանն անվանում է Հազարբայջան, իսկ նրա բնակչությունը հրեաներ, որոնք ընդունել են իսլամ։ Ավանդական ապացույց է նշվում այն, որ Կասպյան ծովը ադրբեջաներեն կոչվում է Հազարների ծով։ Թեև ադրբեջանական լրատվամիջոցները սովորաբար անտեսում են նման սիոնիստական հայտարարությունները, պահելով պրոիսրայելական քաղաքականությունը, իրականում եթե Ցիպինը թալիշ կամ լեզգի լիներ, իշխանությունների արձագանքը շատ ավելի կտրուկ կլիներ։ Եվ որքան էլ Ալիևի վարչակարգը ջանը հաճոյանալ Իսրայելին, սիոնիստների աչքում ադրբեջանցիները դեռևս մնում են գոյա, չբավարարված տմարդիներ, գրում է ալիքը։ Մինչ հրեաները տարածքային պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին, Իսրայելի նախարարը կոչ է անում հրեաներին առաջարկելով լքել Նյու Յորքը նոր ընտրված քաղաքապետի պատճառով։ Իսրայելի Սփյուռքի եւ հակասեմիտիզմի դեմ պայքարի նախարար Ամիխայ Շիկլին հանդես է եկել աննախադեպ հայտարարությամբ, կոչ անելով Նյու Յորքի հրեա բնակիչներին վերադառնալ հայրենիք։ Պատճառը քաղաքի նոր ընտրված քաղաքապետ 34-ամյա մահմեդական դեմոկրատ Զոհրան Մամդանին է։ Շիկլին մասնավորապես X սոցիալական հարթակում գրում է. Քաղաքը, որը երբևէ համարվում էր ազատության խորհրդանիշ, իշխանությունը փոխանցեց Համասի կողմնակցին, հավելելով, որ Նյու Յորքը երբեք այլևս առաջվանը չի լինի, հատկապես նրա հրեա համայնքի համար։ Իսրայելցի լրագրող Նաթանիել Թրուպկինը մեկնաբանել է Բաքվում նախատեսված եվրոպական ռաբիների համաժողովի անվտանգության պատճառով չեղարկումը։ Համաժողովին պետք էր մասնակցեին 600 ռաբիներ, Եվրոպայից Իսրայելի գլխավոր ռաբիները եւ նախարարներ։ Ըստ լրագրողի, իրականում չեղարկման պատճառը Թուրքիա եւ Իրանի դժգոհության ալիքը եւ սպառնալիքներն են եղել։ Հանդիպման օրակարգում նաեւ քննարկվում էր Ադրբեջանի հնարավոր միավորումը Աբրահամի պայմանագրին։ Թրուպկինի խոսքով այժմ Ալիևը կանգնած է ընտրության առաջ։ Մնալ Իսրայելի միակ գործընկերը տարածաշրջանում, թե միանալ թուրքական բլոկին, որտեղ Իսրայելի նկատմամբ մոտեցումը կտրուկ բացասական է։ Երկու դեպքում էլ Բաքու-Թել Ավիվի սերտացմանը մշուշոտ ապագա է սպասվում։ Ադրբեջանն արդեն առաջատարների ցուցակում է Ուկրաինայում զոհվածների թվով։ Ուկրաինացի տնտեսագետ Ռոման Շերեմետայի տվյալներով 2025 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ Ուկրաինայի զինված ուժերում զոհված օտարերկրյա կամավորների թվում կան 65 երկրների քաղաքացիներ, եւ Ադրբեջանը մտել է նրանց տասնյակում։ Թուրանսկի Էքսպրեսի փոխանցմամբ ցուցակը հիասթափեցնող է, Ադրբեջանի տեղն էլ ամոթալի հաշվի առնելով, թե որքան ակտիվ է Անկարայի եւ Կիևի հակառուսական քարոզչությունը Ադրբեջանում։ Ալիքը հավելում է, որ խոսքը հենց ադրբեջանի քաղաքացիների մասին է, ոչ թե ադրբեջանական ծագումով ուկրաինացի անձանց։ Այսինքն խոսքը պարզապես պարսկանների մասին է։ Լուկոյլը դադարեցրել է նավթի մատակարարումը Բաքու, Ալիևի էներգետիկ տրիումֆը խոցված է։ Ռուսական Լուկոյլ ընկերությունը կանգնեցրել է Կասպյան նավթի մատակարարումը դեպի Բաքու եւ ամբողջ հոսքը տեղափոխում է Մախաչկալա, Ռուսաստանից արտահանելու համար։ Reuters-ի տվյալներով արդեն նոյեմբերի 6-ից ռուսական Lady Leila տանկերը Մախաչկալա է բերել 5000 տոննա նավթ, իսկ դեկտեմբերից Բաքու ուղարկվող ամբողջ մոտ 130,000 տոննան կմնա ռուսական ուղղությամբ։ Փաստորեն Բաքուն զրկվեց իր հերթական հաղթական առաքումից, իսկ Ալիևի վարչակարգին կրկին հասկացվեց պարզ մի ճշմարտություն. նավթային քաղաքականությունը չի կառուցվում միայն գովաբանող ճառերով։ Ռուսաստանը առանց դժվարության վերցնում է ամբողջ հոսքը Ալիևին, թողնելով միայն հերթական մեծախոս հայտարարությունները, գրում է Հաքինազը։
Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Զուլֆիքարլար հոլդինգի ղեկավար ադրբեջանական ծագումով հայտնի գործարար Իսֆանդիար Զուլֆուգարլիի նկատմամբ։ Ստամբուլի դատարանը որոշել է կալանավորել նրան, սակայն դա չի հաջողվել։ Զուլֆուգարլին արդեն դուրս է եկել երկրի սահմաններից եւ նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Գործը վերաբերում է ավելի քան 14,000 տոննա վառելիքի անհետացմանը, որի ընդհանուր արժեքը մոտ 5,5 միլիոն դոլար է։ Արեստացին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը բացահայտել է, որ Ղարաբաղի վարչակազմի եւ պետգույքի ծառայության մի խումբ պաշտոնյաներ հողերի փաստաթղթավորումը վերածել էին փող աշխատելու փոքր բիզնեսի։ Վարչակազմի ղեկավարի տեղակալ Նադիր Մուրադովն ու գործընկերները ըստ քննության կաշառք են վերցրել սեփականության գրանցման համար։ 3-ը կալանավորված են, 2-ը ոստիկանության վերահսկողության տակ։ Մի խոսքով Ղարաբաղում հողը ոչ միայն գրանցվում են, այլև գնագրվում ըստ պաշտոնյաների տրամադրության, գրում է Կովկասյան բյուրոն։ Թուրքիայի ափերին ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել։ Թուրքիայի Մուղլա նահանգի տարածքում Էգեյան ծովում խորտակվել է նավ, որով տեղափոխվում էին ապօրինի ներգաղթյալներ։ Զոհվածների թիվը 14-ի է հասնում։ Ադրբեջանում ծնողները հրաժարվում են կրոնական անուններից, մոդայիկությունը հաղթում է ավանդույթին։ Ադրբեջանում ըստ Արդարադատության նախարարության տվյալների, ծնողները հերթով հրաժարվում են երբեմնի սուրբ անուններից եւ անցել են միջազգային բրենդավորման։ Այն է լավ հնչի, շքեղ լինի։ Մասնագետները հեգնանքով նշում են, ադրբեջանի ընտանիքները հիմա ավելի շուտ մրցում են գլոբալ սոցցանցերի հետ, քան կրոնական ավանդույթները պահպանելու համար։ Միջազգային անունը շքեղ է, իսկ կրոնականը հին։ 52 միլիոն մանատ պատգամավորների հոգացության համար։ 2026 թվականին Ադրբեջանի պետական բյուջեից Միլի Մեջլիսի վրա կծախսվի մոտ 52 միլիոն մանատ կամ մոտավորապես 30.5 միլիոն դոլար։ Այս թիվը նշված է 2026 թվականի պետական բյուջեի նախագծում, որը քննարկվել է տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հարցերի հանձնաժողովի նիստում։ Հախինազն էլ գրում է. մի խոսքով, պատգամավորներն արդեն վաղուց խնամված են, իսկ հարկատուները կարող են միայն հիանալ, ինչպես է իրենց գումարը ծառայում պատգամավորներին լավ ապրելու համար։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։